Ձմռանը միշտ մրսում ենք այստեղ, ճիշտ է, միգուցե Աստծո օրհնություն հենց դրանում էլ կայանում է, որ պատարագին մասնակցում ենք մրսելով, ամռանն էլ շոքում ենք, մասնավորապես երբ որ մեծ տոներ է լինում, առավել եւս մարդաշատ է լինում եւ շատ դժվար է լինում մասնակցել պատարագին։ Ես ինքս 10-15 րոպե դրսում կանգնելով, սրտի պայմաններում քայլելով գնացել եմ Սուրբ Սարգիս, Զորավոր կամ ուրիշ տեղ։ Հավատացյալների այս մտահոգությունները մեկ տարի անց կմնան անցյալում։ Միջնադարյան կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 2011-ին սկսվեց Սուրբ Աննա եկեղեցու եւ կաթողիկոսական նստավայրի շինարարությունը։ Սուրբ Աննա եկեղեցին միջնադարյան Սուրբ Աստվածածնի հետ կազմելու է վանական համալիր։ Տարածքը կբարեկարգվի, կտնկվեն ծառեր։ Թեև Սուրբ Աստվածածին եկեղեցին երբևէ հավատացյալների պակաս չի ունեցել, բայց հավաքատեղի չունենալու պատճառով հոգևոր հովիվը շատ հաճախ չի կարողանում կազմակերպել հավատացյալների հետ իր հանդիպումներն ու քարոզները։ Ավելին, որևէ նոր ձեռնարկ հնարավոր չէ իրականացնել։ Երիտասարդաց միության անդամներն էլ ամեն անգամ ստիպված են լինում հավաքվել համայնքից դուրս այլ վայրերում։ Պայմանները կստիպեն, որ ավելի լավ աշխատենք ու ավելի շատ երիտասարդներ ներգրավենք մեր միության մեջ։ 1936 թվականին միջնադարյան Սուրբ Կաթողիկե եկեղեցին մայրաքաղաքի շատ եկեղեցիների նման քանդվեց ժամանակի իշխանության պահանջով։ Մասնագետները կաթողիկեի քանդման ընթացքում հայտնաբերեցին ավելի վաղ դարաշրջանի եկեղեցի Սուրբ Աստվածածինը։ Որոշում կայացվեց հայտնաբերված եկեղեցին պահպանել։ 2003 թվականին կառավարության որոշմամբ հարակից տարածքը նվիրաբերվեց հայ առաքելական եկեղեցուն։ Եկեղեցական արարողություններն ու հավատացյալների այցերը չդադարեցին նույնիսկ երբ սկսվեցին նոր համալիրի եւ կաթողիկոսական նստավայրի կառուցման աշխատանքները։ Տերավետիսն ասում է, որ շինարարության դեռ սկզբից մարդկանց ամենաշատը հետաքրքրում էր Սուրբ Աստվածածնի հետագա ճակատագիրը։ Միջնադարյան եկեղեցին շարունակելու է գործել նաև Սուրբ Աննա եկեղեցու կառուցումից հետո, վստահեցնում է Տեր հայրը։ Ճարտարապետական հորինվածքի համաձայն Սուրբ Աննան խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի կլինի, կունենա 33 մետր բարձրություն։ Կից կառուցվում է 22 մետր բարձրությամբ զարդաքանդակներով զանգակատունը։ Եկեղեցին փորձել ենք ներդաշնակել գոյություն ունեցող Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ, որպեսզի կարդացվի ինքը մեկ համալիր, կառուցվում է օգտագործվելով սրբատաշ քարեր, ոչ երեսապատում, ասենց ասեմ, կամ երեսապատումը կատարվում է մասամբ, այն մասերը, որտեղ ունենք մենք երկաթբետոնե կոնստրուկցիաներ։ Շուտով կսկսվեն կաթողիկոսական նստավայրի ներքին հարդարման եւ արտաքին երեսպատման աշխատանքները։ Կառույցը զբաղեցնում է շուրջ 550 քառակուսի մետր տարածք, առաջին հարկի սրահները նախատեսված են խորհրդակցությունների ու հանդիսությունների համար։ Երրորդ հարկում լինելու է ընդարձակ ջեմասրահ, կաթսայատուն, գրադարան։ Սուրբ Կաթողիկեում Տերավետիսը սպասավորում է 1998 թվականից, ուրախ է, որ վերջապես կիրականանա մեծագույն եղձերից մեկը, կունենա հովվատուն։ Տեր հոր խոսքով կձևավորվի նաև կրոնասեր տիկնանց միություն, կաշխուժանա հոգևոր կյանքը։ Եկեղեցում մենք մեծ շատ հավատացյալներ ունենք, բայց չենք կարողանում տեղավորվել, չենք տեղավորվում այս տարածքի մեջ, բայց վստահ եմ, որ հետագային, երբ որ ամեն ինչ արդեն բարեկարգված, կառուցված, ավարտված կլինի, մի քանի անգամ ժողովուրդը կշատանա։ Մի քիչ էլ պիտի համբերենք դժվարություններին, որ արժանանանք լավ օրերի։ Սա ոնց որ մեր կորցրած մանուկի մենք վերադարձնում ենք, որովհետև արդեն այն եկեղեցիները, որ քանդվել են Երևանում, շատերը մենք չենք կարող վերադարձնել։ Սագոնը ինչ որ մի մասունքի նման մի մասը պահպանվել է, եւ մենք մեր բալիկին, մեր զավակին վերադարձնում ենք։ Շինաշխատանքներն իրականացնող Չիլինգարյան Design Construction ընկերությունը կառույցը նախատեսում է ավարտին հասցնել 2013-ին։ Սուրբ Աննա եկեղեցին եւ Հայոց Հայրապետի Երևանյան նստավայրը կառուցվում են Հրայր եւ Աննա Հովնանյանների բարերարությամբ։